Ինչ է եղել։ 2025 թվականին Նարեկ Կարապետյանը հայերին ասում էր, թե Սամվել Կարապետյանի քարոզարշավում ռուսական հետքը սուտ է։ Ասում էր, ընդդիմախոսները դա կօգտագործեն միայն նրա համար, որ Սամվել Կարապետյանը աշխատել է Ռուսաստանում։ Հիմա ռուս հետաքննող լրագրողները ասում են, որ ստացել են ռուս քաղաքական խորհրդատուների ներքին թղթեր։ Եվ այդ թղթերը հակառակն են ցույց տալիս։ Ռուսական հետքը պարզապես ընդդիմախոսների հարձակում չէր։ Դա քարոզարշավի գլխավոր խնդիրներից մեկն էր։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հետ կապված խորհրդատուները ուզում էին Կարապետյանի կերպարից հանել ավելորդ ռուսական կապերը։ Ապացույցը պարզ է։ Եթե ռուսական հետք չկա, ինչու էին այն մաքրում։ Եթե խնդիր չկա, ինչու էին գրում պլան դա թաքցնելու համար։ Կարապետյանը պարզապես մարդ չէ, որը մի ժամանակ աշխատել է Ռուսաստանում։ Նա Տաշիր խմբի հիմնադիրն ու նախագահն է։ Դա մեծ ռուսական հոլդինգ է, որի գլխավոր գրասենյակը Մոսկվայում է։ Խումբն ունի ավելի քան 2000 ընկերություն և մոտ 45000 աշխատակից։ Նույն հրապարակման մեջ նշվում է, որ նրա պաշտոնական նյութերում կան ռուսական պարգևներ և կապեր Ռուսաստանի պետական ու եկեղեցական շրջանակների հետ։ Հայաստանում նրա անունը կապվում է նաև ռազմավարական ակտիվների հետ, այդ թվում Հայաստանի էլեկտրական ցանցերի։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև ընտրություններից առաջ Մոսկվան որպես Մոսկվա չեն վաճառում։ Վաճառում է